5 սխալ, որ անում ես փողի հետ հարաբերություններում ու հետո զարմանում, ոնց է լինում, որ փողը միշտ չի հերիքում։ Առաջին. ծախսում ես ավելին, քան վաստակում ես։ Անմիջապես պարտքեր, տոկոսներ, իրենց բոլոր հետևանքներով։ Երկրորդ. չես վարում անձնական բյուջե, որտեղից եկավ, ուր գնաց, չգիտես։ Եթե չես վերահսկում, փողը շատ հանգիստ կորում է։ Երրորդ. իմպուլսիվ գնումներ, տեսար, ուզեցիր, գնեցիր, ոչ պլան, ոչ տրամաբանություն եւ ամենակարևորը, ոչ իրական անհրաժեշտություն։ 5-րդ ոտասը եւ 7-րդ պայուսակը իրականում ոչ միշտ են պետք։ 4-րդ. չունես ֆինանսական բարձիկ, մի անսպասելի դեպք, հիվանդություն կամ աշխատանքային դադար եւ ամեն ինչ տակնու վրա է լինում։ 5-րդ. ամեն ինչ խնայում ես, բայց ներդրում չես անում։ Խնայելը կարևոր է, բայց միայն խնայելով ֆինանսական աճի դժվար կհասնես։ Եթե արդեն հասկացար, թե որոնք են հենց քո սխալները, ուրեմն սկսիր աշխատել դրանց ուղղությամբ։ Սկզբի համար կարող ես փորձել վերահսկել այս ամսվա ծախսերդ։